Այս հոլովակում ձեզ կներկայացնենք ապրանքների տեղաշարժ հաստատումով փաստաթղթի հիման վրա ճշգրտող փաստաթղթերի ստեղծումը։ Սա այն դեպքն է, երբ փաստաթղթով տեղափոխվող ապրանքները գույքագրվում են և հայտնաբերվում են շեղումներ։ Մեր օրինակում Դալմայի խանութից ապրանքները պետք է ուղարկվեն Աբովյանի խանութ։ Աբովյանի խանութի մենեջերի օգտագործողով բացենք տեղափոխման փաստաթղթերի մատյանը։ Տեղեկություն սան մեջ տեսնում ենք, որ ունենք Աբովյանի պահեսին վերաբերող փաստաթուղթ, որը դեռևս հաստատված չէ։ Կատարված է դրոշակը, նշված չի։ Բացենք փաստաթուղթը։ Քանակները գույքագրելու համար փաստաթղթի կարգավորումներից նշենք ցույց տալ գույքագրման սյուները դրոշակը։ Ավելացան փաստացի քանակ և շեղում սյուներ։ Ակտիվացավ նաև փաստացի քանակների ստուգում հրամանը։ Սեղմենք այն։ Բացված պատուհանում լրացվում են փաստացի քանակները։ Կարող ենք լրացնել ձեռքով կամ սկաների օգնությամբ։ Ենթադրենք, առաջին ապրանքից փաստացի ստացել ենք 6 հատ 5-ի փոխարեն, իսկ երկրորդ ապրանքից 10 հատ 12-ի փոխարեն։ Լրացնենք դրանք։ Շեղում և վիճակ սյուները լրացվում են ավտոմատ։ Սեղմենք կատարել։ Փաստացի քանակները լրացվեցին մեր մուտքագրված տվյալներով։ Նշենք մուտքագրման հաստատում դրոշակը։ Կարևոր է իմանալ, որ ապրանքները Աբովյանի խանութ են մուտքագրվելու քանակ սյան տվյալներով և ոչ թե փաստացի քանակներով։ Գրանցենք փաստաթուղթը։ Այժմ տեսնենք ինչպես ճշգրտել գույքագրմամբ հայտնաբերված շեղումները։ Փաստաթուղթը արդեն կատարված է, դրոշակով է։ Այժմ դրա հիման վրա ստեղծենք ապրանքների տեղաշարժ։ Անհրաժեշտ է ընտրել ավելցուկի թե պակասորթի համար ենք ուզում ստեղծել տեղաշարժը։ Թողնենք ավելցուկ տարբերակը և սեղմենք կատարել։ Բացվում է Դալմայից դեպի Աբովյան խանութ տեղաշարժի փաստաթուղթ, որտեղ լրացված են գույքագրմամբ հայտնաբերված ավելցուկները։ Փաստաթուղթը կարող է գրանցել այն օգտագործողը, ով իրավասու է ելքագրում կատարել Դալմայի պահեստից։ Նման ձևով ստեղծենք տեղաշարժի փաստաթուղթ պակասորթի համար։ Այս դեպքում տեղաշարժը կատարում է Աբովյանի խանութից դեպի Դալմայի խանութ։ Լրացված են գույքագրմամբ հայտնաբերված պակասորթները։ Մեր օգտագործողը Աբովյանի խանութի մենեջերն է և կարող է ելքագրում կատարել այդ պահեստից։ Գրանցենք փաստաթուղթը։